Եվրամիությունը պատրաստ է մասնակցել բոլոր ենթակառուցվածքային նախագծերին, որոնք տեղի են ունենալու այս տարածաշրջանում, հայտարարել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով Թրամփի ուղի նախագծին։ Ըստ նրա, նախագծի շատ մանրամասներ դեռևս պետք է հստակեցվեն։ Եվրամիությունը որպես վստահելի գործընկեր պատրաստ է Հայաստանի կառավարությանն աջակցել այս գործընթացում։ Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ նրա որդին Factor TV-ին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Նրանք ձերբակալվել են կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Վարուժան Ներսիսյանը մեղադրվում է փողերի լվացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա որդին ձերբակալվել է նույն քրեական վարույթի շրջանակում։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարում փաստաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ոչ իրավաչափ հրապարակային խոսքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու տրամաբանությունը։ Facebook-յան գրառմամբ պաշտպանը նշել է, որ բազմիցս է բարձրաձայնել մասնագիտական տարբեր համայնքների, այդ թվում փաստաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ոչ իրավաչափ հրապարակային խոսքի օգտագործման լայն ծավալների մասին, ընդգծելով, որ մասնագիտական համայնքների համար պետք է ոչ թե պարզապես սահմանվեն էթիկայի եւ վարքագծի կանոններ, այլ դրանք պետք է հետևողականորեն կիրառվեն։ Միաժամանակ ՄԻՊ-ն անթույլատրելի է համարել այն, որ ցանկացած նման խոսք կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Մեծի տան Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը խստորեն դատապարտում է Հայաստանում հոգևորականների շարունակվող ձերբակալությունները։ Կիլիկիո կաթողիկոսության տարածած հաղորդագրության համաձայն երկրի եւ ժողովրդի շահերը պահանջում են, որ շտապ վերջ դրվի պետություն եկեղեցի վատառողջ հարաբերություններին։ Նշվում է, որ ամիսներ առաջ էլ Արամ առաջինն իր պատվիրակների միջոցով կոչ է արել Հայաստանի իշխանություններին դադարեցնել բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը։ Նույն դիրքորոշումը երեկ Նիկոլ Փաշինյանին փոխանցել է Տեր Շահան arczepiskopos Սարգսյանը։ Բռնակցված Ղրիմի Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մի քանի էլեկտրական ենթակայաններ են վնասվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է Ղրիմի երկնքում խոցված 32 ուկրաինական անօդաչու թռչող սարքի մասին։ Հաղորդվում է, որ ՀՌԴՀ տեղի է ունեցել Կեդր ընկերությանը պատկանող նավթաբազայում։ Այս ընկերությանն է պատկանում թերակղզում բենզալցակայանների ամենամեծ ցանցը։ Նավթաբազայի վրա հարձակումը պաշտոնապես չի հաստատվել։ Ուկրաինային տոմահավ քրթիրների հնարավոր մատակարարումները Ռուսաստանը կընկալի որպես թշնամական քայլ, հայտարարել է այդ երկրի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Ըստ նրա, դա զգալիորեն կբարձրացնի ռիսկերը ոչ միայն եվրոպական, այլև համաշխարհային անվտանգության ոլորտում։ Այս թեման մասամբ քննարկվել է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ժամանակ, հավելել է պաշտոնյան։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Patriot համակարգեր արտադրող ամերիկյան ընկերության պաշտոնյաների հետ։ Նա հայտնել է, որ քննարկել են Raytheon արտադրական հզորությունները, Ուկրաինայի օդային պաշտպանությունը եւ հեռահար կարողություններն ամրապնդելուն ուղղված համագործակցության հնարավոր ուղիները, ինչպես նաեւ երկու երկրների համատեղ արտադրության հեռանկարները։